Ախից մի քիչ եկեք էլի։ Դե դանդաղ կամած կամ։ Եթե նայում եք իրավաբան չենք, բայց 100 անգամ կարանք այդ բան անենք։ Հա, մենք շատ թույլ են դատավորները։ նու աշխատում են։ Սրբույի Գալյանին ասեք արդարավերջան նախարար, թող այդ դատերին իր մարդկանց է բանանի էլի։ Դնի այնտեղ։ Ուրա Սրբույի Գալյանը ուրա։ Հա։ Սրբույի Գալյանին ասեք թող գա էլի։ Թերությունները դատավոր թերություններն ասել էլի։ Մեղք ենք մենք ախր։ Մի հատ չի գալիս Սրբույի Գալյանը։ Հեսա Սրբույի Գալյանը ստե։ Ժողովուրդը ծաղեր։ Մի հատ Համր Ուզում եմ դառնամ ես ֆուտբոլիստ, կարաս բանա ֆուտբոլի դաշտ սարքես։ Բա սարքենք էլի, բա երևի։ Շատ լավ բան ես մտածել։ Լավ եղբայր ջան, դուք լավ եք։ Բարև եղբայր ջան։ Բարև ձեզ։ Տիկին Գալյան, ստեղ պանջար կա, որ դուք ձեր մարդկանց նշանակեք դատավորի կարգավիճակում, որ դատավորի կարգավիճակ։ Թող ներկա գտնվի իրանց մարդը։ Ահա։ Տենա դատավորները ինչ են անում, քննարկել։ Ջղայնացած են մարդիկ դատական համակարգի վրա, ուզեցա ուղղակի որ այսինքն տեսնեք որ նախ ինչքան շատ քաղաքացի գնա մասնակցի դատական process-ին, իսկ դատական process-ները որպես կանոն հրապարակային են։ Չունենք այդքան էլ բան։ Շատ լավ, ձեր ասածը լսեցինք, մտածում ենք, մենք էլ ենք մտահոգված, շատ հարցերում ներկայացուցիչ լինի տեղում, որ դե ներկայացուցիչները կան, բայց դա ներողություն, օրինակ հիմա 200 միլիոն դոլար Քոչարյանից վերցնում են, չէ՞։ Հա։ Պետք է վերցնել։ Քոչարյանը այդ դատավորին 10 միլիոն դոլար տա։ դե տա այդ որ տա երկուսն էլ դրա համար է կդատվեն։ Կարող է հետ վերցնել։ Դե երկուսն 10 միլիոն կվերցնիք դա արտասահման։ Հասկացանք մենք ձեզ, հասկացանք։ Շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Հասկացանք ձեր ուղերձը, հա ջան, հա եղբայր ջան։ Մենք սեփականաշնորհման ժամանակից ինչ է վառ այսօր, ունես խնդիրների առաջ է կանգնած այդ ճյուղը, ասելու չի, հողերը տվել են ժողովուրդը, բայց բանա պասպորտիզացիան չի կատարել։ Դոկումենտ չունի ոչ մի գյուղացի։ Ինչի, ինչն է պատճառը։ Տարածքները Ոչ մի գյուղացի։ Չկա, շատ տարածքում ոչ մի Որ տարածքն է դա։ ասենք պանսիոնատից։ Այդ ինչ խնդրեմ է։ ղեկավարն է Լիպարետ Մարգարյան, ուրեմն խնդիրը սա 670 տնտեսություն, որոնք որ սեփականաշնորհման 670 ստացել են, բայց 670-ից 164-ը չեն ստացել այդտեղ սեփականաշնորհման վկայական, որովհետև այն ժամանակ այդ հողատարածքները եղել են պետական ֆոնդի հողատարածք, բայց բաժանվել են, ժողովուրդը օգտագործում են, հիմա էլ են օգտագործում այդ հողատարածքը։ Բայց դա վարձակալության է, հա։ Չէ, պիտի սեփականությունը լինի։ Բա ինչի չեն գլուծում։ Մնացել է պետության կարգավիճակով, էլի։ Գյուղ նշանակության հողակտորներ խոթարքներ են, բայց ժողովուրդը օգտագործում է այդ հողը։ Ինչի չեն Ես անձամբ նկատի ունեմ ինչ ա եղել կառավարությունը, ինչ են արձագանքում։ Մենք այս բանին կառավարությունը դիմել ենք, ասել են, որ ինքը սկզբից Մարզպետը գեմպլանով փոխվել է այդ հողը, անտառից մնացել է։ Ինչ են կանում այս հողերի Եթե անտառ 160 նշանակության չի տնտեսական հաստատ, հողի խնդիր կա տեղակ է։ Բա մարզպետը Մարզպետը այդ վերևի հողատարածքներն 160 քանի կտոր հողերը, որ չի բաժանվել ժողովրդին, այսինքն բաժանվել է, բայց վկայական չեն ստացել, էլի։ հիմա ասենք ձեր հողը քանի մետր է, էլի։ տարբեր մի անձամբ մի հեկտար է։ Այդ մի հեկտարի հողի մի հատ նայեք։ Իմ ընկերոջներին կարաք տա։ Հա, եղբայրս։ Ահա։ Հա, տես, ապրես դու։ Պարոն մարզպետ, մի հատ նայեք ինչ խնդիր է։ Դե տեսեք, տենց խնդիրներ ալնում, սկի տեղակել չեն գնում։ Ես Տեր-Սարգսյանի ժամանակ նամակը գրել եմ, հասել եմ մինչև այնտեղ, հասել եմ մեր մարզպետին, մարզպետի մոտից պատասխանն եկել է մեր հարգելի առաջի մեր մարզպետը Պետրոսյան Ռոմանոս Պետրոսյանի։ Տվել եմ անձամբ պատասխաններ, մինչև առեսօր ոչ մի պատասխան մենք չունենք։ Դե այդ հարցով զբաղվող չի եղել։ Շատ լավ, համենայն դեպս ձեր հողն օգտագործեք միջև իրավական կարգավիճակ։ Շատ սիրուն կերպով եկեք գա այդ որպես։ Հա, համաձայն եմ։ Այդ կոպեկը տան այդ հողերը։ Մի հատ թույլ տվեք, մի հատ հասկանանք, որ ոտի վրա բան չասեմ, մի հատ հասկանանք ինչն է պատճառը։ Հողերի կարգավիճակն նույնն է։ Մեկ Համեցեք։ անունից եմ խնդրում։ Համեցեք։ Մենք շատ լավ եկեղեցի ունենք, մայրամասվածած։ Որտեղ է։
Նեղուցի։ 10-րդ դարի շինություն։ Մոտիկա ճանապարհից թե։ Ասֆալտապատը բայց Ինչա պետք անել։ լեզման վիճակում է, քանդվում է, ուղղակի խնդրում ենք Շատ լավ։ մտցնեք ծրագրերի մեջ։ Տիկին Անդրեասյան։ Ով է զբաղվում։ Եթե պետքա գրավոր կներկայացնենք, Այնա մարզպետներն են։ Շատ հիմա մենք հուշարձանների վերականգնման համար ամեն տարի պետական բյուջեից մեծ չափերի գումարներ ենք հասնում, կհասնենք էդ էլ նկատի կունենանք, Հաջան տարածքը շատ են գալի հյուրեր տեսնել։ Հա, եղբայր։ 20 ուսանող կա։ Ահա։ Այդ պրոբլեմա է քաղաքը նա գալիս։ Ստանում ենք Չարենցավան, ստանում ենք գազելները, ուսանողները գնում են շատ դժվարությամբ։ Խնդրում եմ մի հատ, եթե հնարավոր է, տրանսպորտ հատկացնենք։ Տրանսպորտի հարցը մարզային ցանց մարզային ստեղից տրանսպորտ կա դեպի Երևան։ Մենք գիտեք ինչ կանենք։ Մենք կնայենք հետագայում ուսանողների համար ինչ որ մի հատ բան կգտնենք։ Փորձենք ինչ որ արտոն զեղչեր բաներ սահմանել, որ բանը լինի։ Տենց օգնել։ Որովհետև Չարենցավան նորընդ ստեյց Չարենցավան տրանսպորտ կա։ բայց երկու ուղևորձ է, թե մի ուղևորձով է։ Դե Երևանի նման էլ պետք է ստեղել միասնական տոմսային համակարգը լինի, որ բան անեն, որ այդ միասնական տոմսային Այս տրանսպորտային ցանցի մեջ կնայենք ուսանողներ հեռավոր, այսինքն որտեղ որոշակի բնակավայրերի եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար մենք ամեն ինչ կանենք, որ երեխեքը լավ նորմալ սովորեն, նորմալ կրթություն։ Գնացինք ժողովուրդ։ Նկարվենք եղել։ Շնորհակալություն։ Գնացինք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք բոլորիդ։ Շնորհակալ ենք։ Լավ եղեք, լավ եղեք։ Ահա։ Էլի այսպիսի լավ հանդիպում։ Հա։ Լավ, նայենք։